Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր հայոց հերոսամարտեր հաղորդաշարի հերթական թողարկումն է և ես խոսելու եմ մի մեծ ռազմական հատուկ գործողության մասին, որը մինչև վերջերս ավելի շատ նկարագրվել է գեղարվեստականորեն, այլ ոչ թե հենց ռազմական տեսության և պրակտիկայի տեսանկյունից։ Խոսքս 1725 թվականի մարտի 1-ից 3-ը տևած Վարանդայում Օսմանյան 4700 հոգանոց հեծյալ զորաբանակի ոչնչացման մասին։ Այստեղ տեղի չի ունեցել ճակատամարտ, այլ հայերը կիրառել են ոչ ավանդական մարտավարություն, որում շատ բարդ մարտավարություն, որի շնորհիվ իրենք գրեթե զոհեր չեն տվել կամ շատ քիչ զոհեր են տվել, որոնց թիվը մեզ հայտնի չէ, իսկ այդ 4700 հոգանոց օսմանյան հեծյալ զորաբանակից մնացել է կենդանի և կարողացել է ճողոպրել ընդամենը 150 հոգի, մնացածը բոլորը ոչնչացվել են։ Նրանց 3 հրամանատարներից 2-ը սպանվել են գործողության ժամանակ, 1-ը գերի է վերցվել և հարձակնվել է։ Անցնեմ բուն պատմությանը։ 1725 թվականի մարտի 1-ին, այսինքն եթե այսօրվանից հաշվենք մի քանի ամիս անց լրանում է այդ դեպքի 300-ամյակը, Վարանդա է մտնում օսմանյան մի մեծ զորամիավորում։ Հայերը առերևույթ նրանց դիմավորում են հյուրընկալորեն, համաձայնվում են բնականաբար, որ պետք է ենթարկվեն այսուհետև օսմանյան իշխանությանը և բնակավորում են այդ ասկերներին 33 գյուղերում, այսինքն բաժանում են նրանց 33 գյուղերի միջև։ Մեր աղբյուրը հայտնում է, որ այդ գյուղերում նրանք բաժանված էին 200, 300, 400 և 500 հոգանոց այսպիսի ստորաբաժանումներով։ Այնուհետև 1-2 օր նրանց պատմում են այսպես ամեն ինչ, կարծես թե ընթանում է ինչպես և համաձայնեցված էր, իսկ երրորդ օրը մարտի 3-ին հզոր հարձակում են կատարում գիշերով և կարողանում են բոլորին, ինչպես ասացի, ոչնչացնել։ Մեզանում այս ռազմագործողությունը ներկայացված է այնպես, կարծես ամեն մեկը իր տանը ոչնչացրել է իր հյուրին և ահա այդպիսի մի հեշտ գործողություն է եղել, բայց ռազմական տեսանկյունից եթե մենք նայենք ինչպես պետք է տեղակայված լիներ օսմանյան զորքը, ինչպիսին պետք է լիներ այդ հարձակումը, կտեսնենք, որ բոլորովին այլ իրավիճակ է եղել։ Օսմանյան զորքի հրամանատարությունը հրաշալիորեն տեղյակ էր, որ Արցախում կա հայկական մեծաքանակ զինուշ։ Դրանից 1 տարի առաջ 1724 թվականի հունվարին միայն Շուշիի կամ Շոշի սղնախում, այսինքն այդ ամրացված շրջանում, որ այդ ամրացված շրջանը Ուկրիպլյոննե ռայոն, ինչպես կոչվում էր հիմա այս 20-րդ դարի տերմինաբանությունը եթե օգտագործենք, այդ ժամանակ Արցախում կար մի քանի սղնախ, որոնցից մեկը և ամենակենտրոնականն ու գլխավորը Շուշիի կամ Շոշի սղնախն էր։ 1724 թվականի հունվարին այդ սղնախում արդեն իսկ կար 6900 հայ մարտիկ։ Ճիշտ է, զինվածության առումով նրանք այնքան էլ դեռևս լավ զինված չէին, ընդամենը 500-ն էր նրանցից լավ զինված, մնացածները այսպես տնայնագործորեն էին զինված, բայց հետագայում հայկական հրամանատարությունն ու ղեկավարությունը ամեն ինչ արեցին, որպեսզի այդ հարցը բարելավվի և 1725 թվականի դրությամբ բնական է ավելի լավ էին զինված հայերը։ Իսկ այդ ռազմագործողությունից հետո Օսմանյան ամբողջ զորքի զենքը, զինամթերքը,
մնացած պարագաները ռազմական անցան որպես ռազմավար հայերին, այսինքն ամբողջությամբ լուծվեց գոնե Շոշի Սղնախի զինվածության, սպառազինվածության հարցը։ Ինչպիսին է եղել իրավիճակը, եկեք պատկերացնենք այդ գիշերը։ Օսմանյան հրամանատարությունը նախ տեղակայելով իր զորքերին պետք է ամեն տեղ բոլոր գյուղերում նշանակեր պահակակետեր, պահակախմբեր։ Դրանք զինվորներ էին եւ դա կանոնավոր զորք էր։ Ժամապահներ պետք է լինեին կանգնած։ Լավագույն առանձնատներում պետք է տեղավորված լինեին հրամանատարները, որոշ առանձնատներում պետք է ուրեմն բնակվեին, այսպես բնակավորված լինեին առանձին ստորաբաժանումները։ Հիշենք, որ այդ զորքը նաև հեծյալ էր, ուրեմն իրենց հետ կար առնվազն 5000, իսկ գուցե նաև 6000 կամ ավելի մարտական երիվար։ Անընդհատ արթուն վիճակում կային եւ ժամապահները, պահակախմբերը եւ այդ ձիերին խնամողներն ու դարձյալ պահակները։ Այդ օսմանյան զորաբանակը իր հետ գերել եւ վարանդա էր բերել 200 հայ գերիների։ Նրանց նույնպես իդեպ պետք էր պահպանել, այսինքն մի պահակախումբ էլ այդտեղ է եղել, բայց այդ զորքը ջարդելուց հետո հայերը գրում են իրենց նամակներում եւ արխիվային փաստաթղթերը, որոնք պահպանված են, որ մենք այդ 200 քրիստոնյա գերեալներին ազատեցինք։ Ինչպիսի մանրակրկիտ կերպով պետք է մշակվեր այդ ռազմագործողությունը, որ ահա այդպիսի մեծ հաջողություն ունենար։ 33 գյուղեր, յուրաքանչյուր գյուղում առնվազն 200, իսկ որոշ դեպքերում շատ ավելի, ինչպես ասացի, օսմանցի զինվորներ։ Հետևաբար հարձակումը յուրաքանչյուր գյուղի վրա պետք է իրականացներ, ոչ թե գյուղի վրա, այլ այդ գյուղում տեղակայված օսմանյան զորքի վրա պետք է իրականացներ առանձին հայկական մի ջոկատ, որը իր թվաքանակով չպետք է զիջեր այդ օսմանյան ջոկատին։ Հետևաբար առնվազն հայկական զորքերը բաժանված են եղել 33 ջոկատի։ Բայց դա էլ թերևս ամբողջը չէ, որովհետև այդ 33 ջոկատներն էլ իրենց հերթին պետք է բաժանված լինեին մի քանի ջոկատի, որովհետև գյուղերում օսմանցիները տեղակայված էին տարբեր տեղերում, ոչ թե մեկ տեղում էին կենտրոնացված, գուցե ինչ-որ գյուղերում էլ մեկ տեղում հիմնական նրանց խմբավորված պետք է լինեին հիմնականում, բայց որոշ տեղերում էլ առանձին տեղերում պահակախմբեր կլինեին, ուրեմն մի քանի տեղից պետք էր հարձակվել, հետո պետք էր ապահովել գաղտնիությունը, այսինքն ոչ հայկական բնակչության մեջ պետք է տարածվեր այդ լուրը, որ տեղի ունենալու հարձակում, հայ բնակիչները հաստատ չեն իմացել այդ մասին։ Ոչ էլ ես համոզված եմ զորքն է իմացել, մարտիկներն են իմացել այդ մասին եւ հավանաբար նույնիսկ ոչ բոլոր հրամանատարներն են իմացել։ Մինչեւ վերջին պահը, որ այդպիսի մի գործողություն պետք է իրականացվի այսինչ օրը, այսինչ ժամին։ Իրականում հայոց զորքը պարտադրաբար պետք է ավելի մեծ լիներ եւ ավելի մասնատված, ինչը բարդացնելու էր ռազմագործողության ընթացքը, որովհետև այդ թշնամու ապակենտրոնացվածության պայմաններում պետք էր նաև որպեսզի հայկական պահեստային մի քանի արագաշարժ զորաջոկատ կարողանան արգելեն թշնամու փախուստի ուղիները, իսկ սուրհանդակներն էլ պետք է ապահովեին այդ ընթացքում յուրային ջոկատների միջև հուսալի կապը եւ արդյունավետ փոխգործակցությունը։ Ուշագրավ է, որ ռազմագործողությունը ունեցել է հատուկ նշանաբան։ Պահպանեք հին սերմերը, ոչնչացրեք նորերը։ Այս բառերի իմաստը, եթե վերծանենք,
ապա այն թերևս կունենա այսպիսի տեսք. պաշտպանենք տեղաբնիկ հայ ժողովրդին եւ ոչնչացրեք նորելուկ օսմանցի զինվորներին։ Ովքեր էին հայկական զորքի հրամանատարները։ Գլխավոր հրամանատարը Ավան Յուզբաշին էր, ծագումով Շիրվանցի։ Եվ նրա զինակիցները, որոնք նույնպես ծագումով շիրվանցիներ էին եւ ժամանել էին Արցախ 1722 թվականի գարնանը եւ հենց իրենք էլ կանգնել էին Արցախի զորքի կազմավորման գլխին, իրենք էին կազմակերպել զորքերը, նրանց սովորեցրել ռազմական գործ, զինման գործընթացը գլխավորել եւ այլն։ Ուրեմն բացի Ավան Յուզբաշիից նրա զինակիցների, հրամանատար զինակիցների անունները եւս հայտնի են, դա Թարխան Յուզբաշին էր, Սարգիս Յուզբաշին, Հովհան Յուզբաշին, Աբրահամ, Աբով, Բաղդասար, Կարապետ, Բաղի Յուզբաշիները։ Այս գործողությանը մասնակցել է նաեւ Վարանդայի Մելիք Բաղերը, որի զորքի թիվը շատ ավելի փոքր էր եւ ոչ այդքան լավ պատրաստված։ Այսինքն հայերը ապահովել են այդտեղ քանակական գերակշռություն այս ռազմագործողությունն իրականացնելու ժամանակ եւ շատ մանրակրկիտորեն ծրագրված գործը կարողացել են հաջողությամբ ավարտին բերել։ Այսպիսով այս ոչ ավանդական մարտավարության շնորհիվ հայկական զորքին հաջողվել է այսպիսի մեծ հաղթանակ ձեռք բերել նաև մեծ թվով զենք, զինամթերք, ռազմական պաշար, գրաստներ, ձիեր եւ այլն։ Այս կռվից հետո հայերը 200 օսմանցիների սպանված օսմանցի զինվորների գլուխներ, ինչպես ընդունված էր այդ ժամանակվա ավանդույթով, ուղարկում են նվեր Պարսից շահ Թահմասպ II-ին, որը գտնվում էր Արդեբիլի եւ Թավրիզի մերձակայքում։ Օսմանյան զորաբանակի 3 հրամանատարներից փաշաներից 2-ը, Շահին եւ Ալի փաշաները սպանվել են։ Երրորդը Սալահ փաշան գերվել եւ հարցաքննվել էր։ Այդ հարցաքննության ընթացքում նա հայերին հայտնել էր, որ եթե դուք մեր մեջտեղում չլինեիք, մենք արշավելու ենք դեպի Կասպից ծով ռուսների վրա։ Ռուսները այդ ժամանակ 22 թվականից ի վեր գրաված պահում էին Դերբենդից Բաքու Ռեշտ հատվածը։ Եվ այնտեղից էլ նրանք կապ էին փորձելու հաստատել օսմանցիները Միջին Ասիայի իրենց կրոնակիցների հետ, ինչպես իրենք էլ հենց ասում էին, որ պետք է Բուխարայի խանության հետ կապի մեջ մտնենք։ Այսպիսով 1725 թվականի մարտի 1-ից 3-ը Արցախում տեղակայված հայկական զինուժը, այն էլ ոչ իր ամբողջական կազմով, այլ միայն Շուշի եւ Խաչենի զորքերով կարողացել է անվրիպորեն կիրառել ոչ ավանդական մի մարտավարություն, որի շնորհիվ հաղթել է եւ փաստորեն բնաջնջել է օսմանյան մի մեծ զորաբանակ։ Փառք հայոց քաջերին։